Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես խնդրել եմ մեզ միանալ պարոն Արա Հարությունյանին, շատ կարևոր զրույց ենք ունենալու բովանդակային կարևոր հարցերի մասին։ Այս զրույցի այսպես առիթը հանդիսացավ պարոն Հարությունյան վերջին եթերներից մեկը, որտեղ դուք խոսել եք պարոն Հարությունյան Միքայել Սրբազանի ձերբակալման, կալանավորման եւ հետո բանտարկության մասին, թե ինչու բանտարկվեց Միքայել Սրբազանը եւ հետաքրիր է առանձնացրել եք մի ելույթ, որը ինձ համար էլ մշտապես առանձնացված է եղել։ Ես մոտս այսպես նշել եմ, որ հատկապես այդ ելույթը պետք է իմ էջում կիսվեմ հունվարի 28-ին, այսպես ասած, բանակի տոնակատարության օրը, այդտեղ իր ելույթում հստակ նաեւ գնահատական կա բանակի վերաբերյալ։ Կա նաեւ մի դրվագ, որը Միքայել Սրբազանն առանձնացրել էր, կուզեի դրա մասին խոսենք, հատկապես որ ձեր գրքում պարոն Հարությունյան անդրադարձ կա այդ թեմաներից մեկի, նաև հարցի տեսքով, որտեղ դուք նաև ձեր պատասխաններն ունեք, խոսքը պատմական պարտություններից դասեր չքաղելու մասին է, եւ մյուս կողմից կարելի ասել, որ ինչ որ դեպքերում հաղթանակների գերագնահատումը, հա, խիստ միֆականացումը եւ նաեւ վերջին ասիկ Արցախյան ազատագրական պայքարը հաշվի առնելով այդ գերբնականացումը այդ հաղթանակի բերում է թմրեցման հասարակության։ Այսինքն հասարակությունը համարում է միայն այդ հաղթանակի մասին է լսում եւ համարում է, որ դե եթե մենք կարողանում ենք այսպես հաղթել, ուրեմն խնդիր չկա պետությունը վերակազմակերպելու, խնդիր չկա թալանչի չլինելու, խնդիր չկա անարդար չլինելու եւ հետո գալիս է պարտությունը, ասում ենք, վայ, ես ոնց եղավ, հետո մանեն գալիս պարտության միակ մեղավորին, մի հոգու, ոչ հասարակության մթնոլորտ, հասարակական մթնոլորտը, ոչ նախկին սխալներից դասեր չքաղելը, հա։ Խնդրեմ սկսենք այստեղից պարտության պատմական պարտությունների դասերից եւ քանի որ դուք էլ եք առանձնացրել Միքայել Սրբազանի այդ ելույթում կոնկրետ ուզեիք խոսենք նաև այդ հաղթանակների գերարժևորումից, մասնավորապես Սարդարապետի հաղթանակի մասին էր խոսում, որը ըստ էության, ինչպես Սրբազանն էր ասում, ինքը մի շարք պարտություններից հետո ուղղակի մի տեղ էր, որտեղ մենք կանգնեցինք, հետ չնահանջեցինք, բայց միջև այդ շատ բան արդեն նահանջել են։ Խնդրեմ։ Բարիշյան, մենք ունենք ենթադրենք 10 պրոբլեմ, 100 պրոբլեմ, չգիտեմ, քանի պրոբլեմ ունենք, այդ բոլոր պրոբլեմները նույն ակունքի վրա են։ Հայկական, եզդիական, բարդված ազգերի պրոբլեմները նույն ակունքի վրա են։ Նրանք իրականությունը համապարփակ չեն տեսնում։ Մենք պայքարում ենք այլ պետությունների հետ, պարտությունները այլ պետությունների հետ են լինում, որովհետև պետությունն է սուբյեկտ, մյուսներին պարտվում է, բայց մենք պարտությունից ինչի եզրակացություն չենք անում, որովհետև պետության էությունը չգիտենք։ Պետության թույլ ուժեղ լինելու մասին պատկերացումներ ունենք, իսկ թե ինչու է պետությունը թույլ կամ ուժեղ չգիտենք։ Ինչու է այս մարդը կարողացել իշխանություն վերցնել, մյուսը չի կարողացել խորքային հարցերը, ոչ մի հարցի խորքային հարց, ոչ մի քաղաքական հարցի խորքային էլեմենտը մենք չգիտենք։ Այդ հայկական իրականությունից դա դուրս է մղվել։ Պատմական պարտություններն էլ նույն ակունքի վրա են։ Պարտվեցինք, եզրակացությունները չարեցինք, թե ինչու էր դա այդպես։ Պետությունը մենք դիտում ենք որպես մի հատ sense բան, ձյուկ, որի վրա պետք է նստել ու քշել։ Դրա եղածն ինչա, պետությունը կա, նստեցինք վրան, ախպեր ջան, ես էլ շեֆն եմ, ղեկավարն եմ, պետության լիդերն եմ, քշում ենք, տղեկ։ Բայց չեն հասկանում, որ այդ զինք քշելու համար գիտելիք է պետք, հնարավորություն է։ Ներողություն եմ խնդրում, մի սովետական անեկդոտ հիշեմ, որ ձեր խոսքի շատ կբռնի, էլի, շատ ներողություն եմ խնդրում։ Մեկին հարցնում են, թե բա վաղո կոլխոզի նախագահ կաշխատես, ասում է վախենում եք Թբիլիսիցը վեր ընկնեմ, այսինքն իր համար կոլխոզի նախագահ լինելը Հա, Բարիշան, այնքան է պրիմիտիվացված մեր մոտ իրականությունը, մենք ոչ մի բան չենք հասկանում։ Մենք պայծառատեսների ենք հավատում, հիմարների ենք հավատում, սրիկա փրկիչների ենք հավատում, բայց խորքային շերտը չտեսնելով։ Մարդը դեմդ գալիս է մարդ, որը 99%-ով սրիկա է, 1%-ով ավանտյուրիստ խապեպա, այդ 99% սրիկային չեք տեսնում։
Մի տոկոսի խափնվում եք եթարկում եք դրան։ Ու համակարգը սրիկայության վրա է մեր մոտ ստեղծված։ Նոր չի։ ՀՇ-ի ժամանակ է ձևի էր, սովետի ժամանակ է ձևի էր։ Մենք ունենք, ասենք, Նժդեհին։ Նժդեհը լուրջ փիլիսոփա է եղել։ Ինքը էս փորձել է խորանալ, Նժդեհի անունը վերցրել են, տեսության վրա թքել։ Միակ բանը, որ հայտնի է Նժդեհից, ուժն է ծնում իրավունք։ Վերջ, ուրիշ ոչ մի բան, դրա համար իսկ ուժի համար ախպեր ջան, մենք բանակ ենք սարքում հանգարց ձեն չհանես։ Բայց որ ուժը ստեղծելու համար կիրթ մարդ է պետք, մասնագիտականություն է պետք, արտադրություն է պետք, գրագիտություն է պետք, դա ոչ մեկին արդեն ձեռ չի տալիս։ Ուժ ախպեր ջան, այդ ուժն եկավ իշխանություն վերցնելու ասպարեզ ու դարավ բան դեվիս ուժն ունեն վերցնում եմ ախպեր ջան, ախպերական ուժն ունի, բայց պետության համար պետական ուժը, ռազմական ուժը, դիվանագիտական ուժը, փիլիսոփայական ուժը, կենցաղային ամեն հարցում ուժը մեզ մոտ բացակայում է։ Ու դա շատ հին է։ Միքայել Սրբազան այդ մասներ խոսում, մի հատ ավարայր կա, ել չգիտենք հաղթանակ էր թե չէ, ու կանգնացենք։ Ու այստեղ իհարկե կրոնը դեր ունի, քրիստոնեությունը դեր ունի, մինչև քրիստոնեությունը ըստ պատմական շարադրության հայկական մենք կարգին հզոր թագավորություններ ենք ունեցել տարբեր լիդերներով, ցեղերով, տոհմերով։ Քրիստոնեությունը ակնհայտորեն մեր վրա շատ ուժեղ է ազդել։ Մենք ընդունել ենք քրիստոնեության հեզականության պահը, ենթարկվիր, Տիրոջը ենթարկվիր, բայց այդ ենթարկվելու պայմաններում հարևանի հետ հարաբերվելու խնդիրը, քո վրա հարձակվող թշնամու հետ հարձակվող խնդիրը, քրիստոնեությունը չի լուծել։ Դրա համար այլ երկրներում 1-200 տարի հետո քրիստոնեությունը սկսեց ռեֆորմացվել արտաքին թշնամանքին դիմադրելու համար։ Մեզ մոտ չռեֆորմացվեց։ Մենք ամենապրիմիտիվ քրիստոնեության վրա էլ մնացինք մինչև հիմա։ Դրա համար մեր բոլոր կառույցները պետական, կրոնական, կենցաղային կառույցները մնացին այդպես պրիմիտիվ։ Հիմա այդ ամեն ինչը փոխելու համար պետքա մի հատ նորովի նայել այդ իրական մեր խնդիրներին, բայց խնդիրներին նայելու համար էլ պետքա հեղինակություն լինես, բարեժան։ Եթե հեղինակություն չես, քեզ լսող չկա։ Միքայել Սրբազանը շատ խելոք մարդ է, ինքը մի քիչ լսելի է դարել, որովհետև ինքը Միքայել Սրբազանն է նաև։ Այդ ունենալով այդ դիրքը ինքը կարողացել է գրավիչ լինել ու ներկայացնել իրականություն, բայց այդ ելույթը իր կրոնական բոլոր ելույթներից շատ ավելի հզոր է։ Ինքը բացեի բաց հայկական իրականությունն է մեկնաբանում, ճշմարտությունն է ասում։ Այդ մասը չի տարածում, եթե դուք նայեք, այդ իր ելույթը շատ քիչ դիտորդ ունի։ Այսինքն քաղաքական ուժերը նույնիսկ չեն նկատել, իրանց ձեռ չի տալիս, որովհետև իրենք էլ տգետ են։ Իրանց իրականությունը ձեռ չի տալիս, ճշմարտությունը ձեռ չի տալիս։ Նայեք, ասենք թե անկախությունից հետո մեր ու Ադրբեջանի հարաբերությունների հարցը։ Ադրբեջանը եկավ, հասավ, զինվեց բայրակթարների, ռազմական ֆանտաստիկ բան ծրագրերի հասավ, մենք զբաղված էինք այդ կիլդի մուլտերը նկարելով Ալիևին ձեռ առնելով։ Մեր աչքի առաջ մենք անտեսեցինք կատաստրոֆիկ մեր վրա եկող վտանգը ու դրա մասին չեն խոսում։ Դուք ումից եք լսել, որ քննարկի անկախության տարիներին մեր խնդիրները, հիմնարար խնդիրները։ Տնտեսությունը քանդեցինք, ոչ մեկի վեճը չէր։ Բանը դպրոցը ավիրեցինք, սարքեցինք ընտրական կեղծիքների բուն, ոչ մեկի վեճը չէր։ Մեր բոլոր ասպարեզները պետություն լինելու հիմքերը քանդեցինք ու այդ հարցը մնաց կողք, չքննարկվեց։ Հիմա ինչ է պետք անել։ Պետք է այդ հարցին մի քիչ լուրջ մոտենալ, մի քիչ պատասխանատու մոտենալ, մի քիչ հասկանալ, որ պետությունը մարդու բանն է, անձնական ջերմոցն է, իր տանիքն է, առանց պետություն չես կարող գոյություն ունենաս։ Եթե առանց պետություն ես, այն ժամանակ համարի, որ դու գտնվում ես, ասենք թե ես ինչ իմանամ, մի քրչոտ տարածքում, որտեղ ով ինչ ուզենա քո կողքին կանի։ Փախստականի կարգավիճակում ես քո իսկ երկրում։ Ինչի՞ս է, ամբողջ իշխանությունն էլ է նույն վիճակում։ Մի քիչ թրփոշանում են, ուր են փախնում, բարեժան, Հայաստանից փախնում են, չէ՞։ Որտեղ տանիքը գիտեն, որ իրանց համար էլ տանիքը չկա։ Այդ տանիքը ոչ միայն աղքատի համար չկա, իշխանավորի համար էլ չկա։ Այսինքն մենք պետությունն ենք շպրտել մեր բանից դուրս, մեր
պատկերացումներից դուրս ուզում եք այդ պետությունը հեծնած մնա, այդ զյուկը սատկել է։ Մի քանի հոգի շահագործում են հարկերը, բաները, նալոգ են հավաքում, իրանց աշխատավարձ են տալիս, պարլամենտ են մտնում, ասում են, հələ տեսեք մենք պարլամենտ, հələ տեսեք քննադատեցինք, հələ տեսեք ժողովրդավարություն ունենք, դա բոլորը բան է, միմիկրի է, տնազ է։ Վերադառնալու համար ինչ է պետք ակունքներին, ոչ միայն ակունքներին, այլ հիմքերին, որ դու պետություն ունենաս, որ չգենոցիդվես, պետք է հասկանաս պետությունն ինչ է, դա գիտելիք է, երկու անգամ երկուսը ձեր երեխեքին դպրոցում սովորեցնում են, բայց գիտելիք պետության մասին չեն սովորեցնում։ Այդ գիրքը, որ դու ցույց տվեցիր, Բարաջան, եթե ես որևէ մանկավարժի, դպրոցի, բոլոր պատասխանատուներին, ինչքան մանկավարժ ու դպրոց կլինի Հայաստանում, ում ուզում ես տուր։ Ասեմ լսեք, սրա գոնե տարեր ուզում եք ձեր համար, ասենք թե առաջի դասարանի համար սրանից գրեմ, հարակասի շռտ քաշի, դու ով եք առաջ, հասկացա, դու ուզում ես իմ հացը կդրես։ Այսինքն ժողովուրդը մեկուսացած է իր ճակատագրից։ Հիմա ես մի բան կառաջարկեմ, Բարաջան, ես առաջարկում եմ այդ գիրքը ես որ դու ներկայացրեցիր, գրված է ուրեմն ռուսերեն էլ կա, շատ ավելի հաստ։ Անգլերեն էլ կա, շատ ավելի մեծ։ Եվ հայերենը կա, որը կիսատ է, պակաս է։ Ինչի է կիսատ, գիտես, ամենախղկվածն է, այս գրքերից ամենախղկվածն է։ Ամեն էջը կարելի է վերցնել այս գրքի, ուսումնասիրել տներում, դպրոցներում, ամբիոններում, որտեղ սա կոնսպեկտ է դարել, մեր իրականության, մեր պրոբլեմների կոնսպեկտ է դարել։ Ես որ եկա Ամերիկա, հետաքրքիր պատմություն է, չեմ հիշում, մի քիչ հարած եմ այդ պատմությունը։ Պատմեմ շատ կարևոր է։ Երկրորդ տարին էր կարծեմ, այստեղ տեսնեմ միտեղ բան են անում, բետոն են անում։ Նայեցի լիքը մեքենաներ կան, տարբեր տեսակի գործիքներ են օգտագործում։ Ասեցի նկարեմ սա, բան անեմ, ուղարկեմ Հայաստան, շատ հետաքրքիր է, մենք էլ ենք բետոն անում, հայերը բետոնից լավ են, էլի ինձ լավ, կհավաքվեն սաղով, կալը կանեն, ցեխը կանեն, ղալմաղալով, վեդրաններով կկրեն, մի հատ այս ամերիկյան բետոններ ցույց տամ, էլի ոնց է։ Գնացի մոտեցա, այդ անողներին ասում եմ, կարամ ես նկարեմ, ասես հարց չկա երկե։ Գնացի տուն ապարատս վերցրեցի, եկա սկսեցի նկարել, սրանք սկսեցին հետաքրքրվել, թե ես ով եմ, ինչ եմ բան։ Պարզվեց եկեղեցի է, չէի նկատել կողքները շենքը։ Հասարակ տուները ընդհանրապես խաչ կար դրան վրա։ Բա արի մեր մոտ։ Ասեցի, ինչ լավ հնարավորություն է, բան։ Ուրեմն բողոքական եկեղեցի էր։ Ես էլ միշտ ուզում մտածում եմ գնամ ծանոթանամ սրանց, որովհետև գիտեմ բողոքականության ու ժողովրդավարության բանն ա եղել, ակունքներում ա կանգնած, հիմքն ա եղել։ Ասեցի, հա, նկարեմ, կսկսեմ գալ։ 3 տարի ես գնացել եմ բողոքական եկեղեցի, պայման եմ դրել։ Ասել եմ ես աթեիստ եմ, չեմ կարող վերափոխվեմ, ինձ չփորձեք էլի բան մտքափոխել։ Եթե թույլ կտակ, գալու եմ վերջի շարքում նստեմ, նայեմ էլի։ 3 տարի ես գնացել եմ այդ եկեղեցին, այդ եկեղեցի գնալու շնորհիվ եմ ես այս գիրքը գրել։ Ես ծանոթացել եմ բողոքականության հիմքերին, կենցաղին, ոնց են դրանք ապրում, ինչ է իրանց կրոնը, ինչ է իրանց կյանքը, դրանք տարբեր բաներ են։ Երկդիմի մարդիկ են, մեկը քաղաքական մարդն է, հրացանը ձեռքին, մեկը կրոնական մարդն է, որը Աստուն ասում է, լսի արանքում մարդ չկա, հանգած որևէ մեկը չփորձի իմ ու Աստծո արանքում հայտնվել։ Ես եմ իմ Աստվածն է, դու եթե իրան ավելի լավ գիտես, եթե ես պակաս ունենեմ, կհարցնեմ քեզ, ես ինչ էր ուզում Աստված ասեր։ Տերտերը չկա, տերտերին շպրտել են դուրս։ Այդ միջնորդը, ինտերպրետացիոն միջնորդը, որը մեկնաբանում է երևույթները, պետք է ամեն մարդ իր ներսում ունենա այդ միջնորդին, որ ասի, այսպես է, միջնորդին չունենալու համար գիտելիք պետք է ունենաս քաղաքագիտության մեջ։ Մենք կարող ենք այդ հարցը վերցնել մեր վրա, մարդկանց կրթել քաղաքագիտականում, սա շատ կարևոր եւ կարծում եմ հիմնարար գործ է եւ հայերի եւ եզդիների պարագայում։ Պարոն Հարությունյան, հիմա վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ պետությունը կարող է գոյություն ունենալ, այսինքն լիարժեք խաղաղության պայմաններում հարևանների հետ, այսինքն պետությունը իրենք պատկերացնում են ոչ մրցակցային կառույց, այսինքն կառույց, որը որևէ մեկը չի մրցակցում, ուղղակի իր համար տենց կա։
Եվ երկրորդը աշխարհաքաղաքական որևէ դերակատարում պիտի չունենա, որովհետև աշխարհաքաղաքական որևէ դերակատարում դա կայսրության բանն է, պլաններն են մեր հետ կապված։ Հիմա Արցախի հանձնումը սրանք ոնց բացատրեցին, ասին կար ռուսական կայսրություն, ռուսական կայսրության ծրագրերի համար պետք էր որ Ղարաբաղը լիներ հայկական, ախպեր մենք հրաժարվեցինք այդ կայսրության պլաններից, հանձնեցինք Արցախը, որպեսզի կայսրության պլաններից դուրս գան։ Իհարկե իրենք նրբանկատորեն չեն ասում, որ դուրս գալով ռուսական կայսրության պլաններից հայտնում են թուրքական կայսրության պլաններում։ Այդ հայ ժողովրդին չեն ասում, որ տրամադրությունները չընկնի մի քիչ։ Բայց եկեք դուք մեզ հանգամանորեն բացատրեք ձեր գրքերում դրա մասին կա, կարծում ով կարդացել ու հասկացել է դա բացատրելու կարիք չի լինի, բայց ովքեր չեն կարդացել, այս եթերը թող նայեն, ովքեր կուզեն կարդալ, թող դիմեն, ես այդ գրքերը իրենց կտամ։ Կարող է լինել պետություն առանց մրցակցության եւ կարող է լինել պետություն, որը աշխարհաքաղաքական որևէ դերակատարում չունի, որ նշանակություն չունի, ոչ մեկին պետք չի։ Դա հայտնի սովետական անեկդոտ կար, չէ՞, ասում է մենք աշխարհի ամենաանկախ երկիրն ենք, մեզանից ոչ մի բան կախված չի։ Հիմա մենք կարող ենք այդտենց անկախ երկիր լինել, որտեղ մեզնից ոչ մի բան կախված չէ, դեպքում մենք պետք։ Բարժան, ուրեմն սուբյեկտայնության հարց գոյություն ունի։ Քաղաքագիտության հիմնարար բանը, հիմքը ամենակարևոր էլեմենտը սուբյեկտ ասածն է։ Սուբյեկտը նա է, որը ինքը մտածող է ու կարողանում է որոշումներ կայացնել իր համար, իր օգտին։ Սուբյեկտներ են մարդը, պետությունը եւ փողը։ Երեք հիմնարար սուբյեկտներ են։ Բացի այդ, կան երկրորդական սուբյեկտներ։ Երկրորդական սուբյեկտները դրանք խմբակային խմբերի ղեկավարների սուբյեկտայնությունն է։ Ընտանիքի ղեկավարը սուբյեկտ է։ Կինն կամ տղամարդն է ընտանիքի ղեկավարը, թաքնված կերպով ասենք թե կինը կարող է լինի, ինքնա սուբյեկտը, որոշում կայացնողը այդ ընտանիքի համար։ Թաղի ախպերականի համար ինչ որ մի ուրիշ սուբյեկտ է, էլի անհատնա։ Գործարանի հիմնարկի համար հիմնարկի դիրեկտորն է։ Պարլամենտի համար պարլամենտականը չի, պարլամենտի խոսնակն է, առաջի դեմքն է։ Պետության համար է պետությունը որպես սուբյեկտ հանդես է գալիս իր առաջի դեմքով։ Այս բոլոր հիմնական որոշում կայացնողները, որոնք անկախ են ուրիշներից, իրենց ենթակայության տակ գտնվող տարածքի եւ process-ների համար որոշում կայացնելու, դրանք կոչվում են սուբյեկտներ։ Այսինքն մարդ սուբյեկտն է, այդ բոլորի դեպքում մարդ սուբյեկտն է։ Երկրորդ սուբյեկտը փողն է, երրորդը պետությունն է։ Երբ որ Թուրքիան ինչ-որ մի բան է անում, մենք կարող ենք ասել Էրդողանն արեց, բայց եթե Էրդողանը Թուրքիայի շահերն է պաշտպանում, դրա համար մենք ասում ենք Թուրքիան արեց։ Ադրբեջանն անում, Ալիևն արեց, բայց մենք ասում ենք Ադրբեջանն արեց։ Առաջի դեմքով ենք ասում, որովհետև որոշումները կայացնողը իր կառույցը սարքած մարդը առաջի դեմքն է։ Հիմա Հայաստանը եթե սուբյեկտ չի, այն ժամանակ ինքը դառնում է ինչ-որ մեկի օբյեկտը։ Կախված այդ մեկի աշխարհընկալումներից, արժեքայինից եւ այլն, այդ օբյեկտը կարող է ինքնուրույնություն ունենա, տակը մնացածը կարող է չունենա։ Սովետը որպես միացյալ սուբյեկտ, պետություն սուբյեկտ, ինքն ասել է 15 հանրապետություններին ես ազատություն եմ տալիս։ Նույնիսկ տեսեք, բանը Բելարուսյան ու Ուկրաինան ՕՕՆ-ի անդամներ էին։ Մյուս հանրապետությունները ձեր մայրենի լեզուն զարգացրեք, ձեր խոսքը զարգացրեք, հանգիստ մենք սոցիալիստ կոմունիստ կառուցող ազգ ենք, ազատությունները, ազգային ազատությունները ամեն ինչը կա, ինչ ուզում եք արեք։ Մենք էլ ուռեցինք, ասացինք, վայ ախպեր ջան, հələ տեսեք, այս ինչ պետություն ունենք։ Ու երբ որ անկախությունն ընկավ այս 15 հանրապետությունների գլխին, հայերն ասին, մենք ամենախելոքն ենք։ Հələ տեսեք, այս անկախությամբ մենք ինչ կանենք։ Հեսա Ղարաբաղն ենք վեկալում, հեսա ենք ամ։ Այսինքն 88 թվին, երբ որ Ղարաբաղ ենք ուզում, մենք չենք այդ սուբյեկտը վերցնող, ասում ենք Գարբաչ, Ղարաբաղը դու ես։ Չես տենում արա պատմական անարդարություն ա եղել։ Ղարաբաղը մերն է։ Երբ որ Ղարաբաղը դառավ մեր եւ մեր խնդիրը 91 թվականից անկախության առաջի օրվանից Լևոնն ասեց, չէ, այստեղ բան է, ազգերի ինքնորոշման իրավունք է, սուբյեկտների հարաբերություններ չի։ Մեր ու Ադրբեջանի միջև, երկու սուբյեկտների միջև կռվա խնձորը չի Ղարաբաղը, չէ, հա։
ազգա ուզում է ինքն իր պետություն ունենա Ղարաբաղը, թող ինքնուրույն է, պետություն է Ղարաբաղը։ Ադրբեջանի ներսում անկլավ վիճակում պետություն ենք պատկերացնում անկախ Ադրբեջանից անկախ ինքը իր ապրանքն է կբերի կծախի դուրս արտաքին աշխարհի հետ կարաբի հայերից ոչ մեկը չասեց այ Ղարաբաղը ծով չունի Հայաստանը ծով չունի Ադրբեջանով շրջապատված այդ ո՞նց է այդ պետությունը պահում երբ որ թուրքն էլ հայ գենոցիդող է այս տարական հարցը 3.5 միլիոն հայությունը չտվեց Լևոնին դա չկարացավ որովհետև ինքը արդեն իր տեխնապահներն ուներ շերտերն ուներ ինքն իր միտինգներ անում այդ միտինգի ժամանակ ինքն իրավունք ուներ խոսելու մյուսներից ձենը դու իրավունք չունես ձեն հանելու հիմա դու այդ հարցը փաստորեն տվեցիր այս անկլավ Հայաստանը որը գտնվի Թուրքիայի կազմում մեկ սուբյեկտ ենք պատկերացնում այդ կախված է նրանից թե թուրքերը սովետական համակարգով են մոտենալու հարցին ասել են դու քո լեզուն պաշտպան ես դու ցավը տանեմ դու մեր գլխին տեղ ունես թե իրանք ասել են արա դով եղար դու էշի մեկն ես արա դու մեր վրա պաստանի կլաուզա ես անում սպյուրք ունես բան ունես ասում ես մենք քեզ գենոցիդ ենք ոչ թե մենք աշխարհի ամենաբանը խաղաղասեր ազգն ենք չես տենում մենք խաղաղության ֆլոտիլա ենք ուղարկում գազա փրկելու համար ինչ է եղել խոջալու եք սարքել մեր գլխին խաբարեք դուք հայ ակադեմիկոսները 100 քանի ակադեմիկոսներով բան մի հատ խոջալույի տակ կզեցին ազգովի կզեցին խոջալույի տակ այն դեպքում խոջալու չեր եղել դուք պատկերացնում եք գենոցիդը չկարացանք օգտագործենք ու դուք ուզում եք այդ պարագայում անկլավ անճանապարհ անտնտեսություն անխելք պետություն ունենա այդ պետությունը կասի արա չհասկացած ու ըստ որում Թուրքիան ձեն չի անում բայց Ալևն ասում է լսեք Հայաստան գոյություն չունի ինչի մասն է խոսում այդ Սևանալիչը մեր Գյոքչյանն է Երևանը մեր Երևանն է այս հողերը մերն են արա դուք Վարդենիցը բազար գեչարն է հա դուք եկած մարդիկ եք դուք ով եք դուք գոյություն չունեք Սովետը ձեզ ստից տվել էր մեր հողերն առել էր տվել էր հենց նրանց նայեք դրա համար Ալիևը գնաց մանկապարտեզ ասեց այդ հայերը գենոցիդել են մեզ դուք պետք է դրանց մեծանաք դրանց մորթեք այդ մանկապարտեզ գնացած սերունդը մեզ հաղթեց ինչով հաղթեց թվանքով չի հաղթել բայրակտարով հաղթել խելոք տակտիկաներով հաղթել այսինքն հայերն այսօր պետք է իրանք ասեն լսեք մենք ոչ միայն պարտված ազգ ենք այլ նաև պարտված ենք անձնապես որտեղ տգետ մնացինք չհասկացանք Ալիևը մեր գլխին ինչա բերում նույնն այսօր եթե հայը խափնվում է Նիկոլի ու նիկոլականների ասելով ինքը չի հասկանում որ Նիկոլն ու նիկոլականները կամ ցանկացած իշխանություն Ռոբերտն ու ռոբերտականները Սերժն ու սերժականները Լևոնն ու լևոնականները որ իշխանություն վերցին արասի պետությունը մերն է մենք այս պետության մեջ լավ ենք ապրում մնացածի էլ հերնանիցած սա մի օրում չի ստեղծվել այս վիճակը 88 թվից է գալիս ով վերցեց իշխանությունը ասեց մեզ պետք է լավ ապրել հենա մենք ապրում ենք թե ում հաշվին լավ կապրենք այդ ում վեժնա Թուրքերի հաշվին լավ կապրենք թե վաղոյի հաշվին լավ կապրենք դա ինչ կարևորը ես լավ ապրեմ ու հայացնելը տեղ ասում չի հասկանում որ այդ ովքեր որ հավատում են վաղվա այդ տեսլականներ նրանք չեն ասում ինչի հաշվին մենք պետք է ես անգլավ վիճակում լավ լինենք չէ ինքը կարող է լավ լինի որովհետև իրան կարող է այստեղ դնելու են տեղական կառավարի չէ ինքը ինձ է շահագործելու թուրքերը որ գալու են ասել են արա սրանք իրար ուտող են մենք չխառնվենք թող իրար մորթեն պրսնեն գնան հարցը դրանն է այդ սուբյեկտային հիերարխիան հայերը չեն պատկերացնում գրքում դա էլ է քննարկված սուբյեկտային հիերարխիան հաղթահարելու համար դու պետք է հասկանաս ամենախորքերը հիմքերը որոնց վրա քու կյանքն է կառուցված քու ապագան է կառուցված հնարավոր է պետություն որը հարևանների հետ մրցակցության մեջ չլինի ինքը սուբյեկտ չի ոնց կարող է դու բան սուբյեկտներն են հարաբերվում են երկու պետությունների իշխանությունները ոչ թե ազգերը սահմաններում մարդիկ իրարից հեռու են շատ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանները բաց են բարիշան չափար չկա սովետը չափար սարքեց որովհետև ծանր վիճակում էր եվրոպական երկրներ եթե գնաս դաշտեր են այս դաշտում իրանք գիտեն այս դաշտի այս հատվածով սահմանը անցնում այս մի գյուղը բելգիական է այս մի գյուղը գերմանական է ասեք թե ֆրանսիական գերմանական իրանք գիտեն ում են պատկանում
Այսինքն երկու կից ազգերը իրար հետ հենց այնեն չեն կռվում։ Լավ էլ կարան ապրեն իրար, գնալ գալով, բանով, խնամիություն անելով։ Իրար հետ կռվում են բաները, իշխանությունները, ու երբ որ արդեն հարաբերությունները սրվում են դեպի պատերազմական, այդ սահման չափարտ ունեցող սահմանի վրա կուտակվում են երկու զորքերը։ Գոյանում է արդեն դեմարկացիոն գիծ։ Հայաստանի ու Թուրքիայի միջև այդ չափար սահմանը կա, սովետից մնացած չափար սահմանը, բարիշան։ Ադրբեջանի հետ մենք այդ սահմանը չունենք, չէ՞։ Դրա համար Ադրբեջանն ասում է, այս սարն էլ է իմը, էս էլ է իմը, էս էլ է իմը, էս էլ է իմը։ Դու չունես ֆիքսած կետ, ասում են քարտեզներ կա, ինքը թքած ունի քարտեզների վրա։ Այդ քարտեզներով Հայաստանն իրանն է։ Ինքը Google-ին փող է տալիս իր Google-ի վրա հիմա բանը, այստեղ մի հատ ժողովի գնացի, մի հատ թուրք էր ելույթ ունեցող, հետաքրիր էր ինձ։ Այս քաղաքում շատ թուրք կա։ Տեսնեմ Հայաստանը չկա։ Ադրբեջանը նկարած։ Ասում եմ, լսի, այս քարտեզը դու եկել ես այստեղ բան ես անում, Ադրկովկասի մասին էլ զեկուցում էր անում։ Ասում եմ, այս քարտեզը ես չեմ գծել, Google-ն է գծել։ Այդ Google-ը հենց իր խելքով գծեց, փող եք տվել Google-ին գծել է։ Հայաստանը չի նկարել վրան։ Սկզբից քարտեզի վրա չեն նկարի, հետո իրականում չի լինի։ Այդ պայմաններում հայերի արժանապատիվ հայերի 99%-ը չի կարողանա այդտեղ ապրել։ Մի կերպ կգնա, եթե չգնա։ Բան հարցն է։ Վերջին հարցս, քանի որ մեր ժամանակը սպառվում է, իշխանությունները ասում են նույն այդ կայսրության բանի տրամաբանության մեջ։ Ասում են ցեղասպանությունը մեր վզին փաթաթել է կայսրությունը եւ ես օրս նայում եմ քարոզիչների ելույթներ, որ մեր եւ թուրքերի հարաբերությունները փչացրել են ռուսները, որպիսի բանդան գործիք լինենք ռուսների ձեռքին։ Եվ դա եղել է վերջին 35 տարում, նկատեք, այսինքն ձեր, չգիտեմ, ձեր ավակները եկել են Արևմտյան Հայաստանի շտեջը, իմ տատը, որ պատմում էր, թե ինչպես է իր մայրը ընտանիքից միակ փրկվածը Արևմտյան Հայաստանից եկել է այստեղ, աստորեն տատուս մայրը վերջին 35 տարում է այդ մոլորության մեջ ընկել, որ մի 50-60 տարի է մահացած այդ խեղճկինը։ Սրանով ինչի են ուզում հասնել, այդ լրիվությամբ թուրքական ազդեցություն ստեղծելու բանն է, որ այդ ցեղասպանությունը ռուսական նարատիվ ասում են։ Բարիշան, իմ հայրը մշեցի այնտեղ ծնված եղել 2 տարեկանում է արտագաղթել, մորը սպանել են, ինքը քրդերն են իրեն պահել, կես տարի հետո նոր պապս կարողացել է հետ դառնալ վերցնել։ Մայրս էլ խոյեցի է 1828 թվին ռուս պարսկական պայմանագրով հետ է եկել։ Հայաստանի բնակչության բավական մեծ մասը, երևի հիմնական մասը դրսում են իրենց բաները, այդ նախնիները ծնված եղել։ Մենք կուճուրել ենք, եկել ենք, կուճուրել ենք Անդրանիկի ու Նժդեհի հաշվին Հայաստանը գոյացել։ Հիմա քու հարցին պատասխանեմ։ Միջնորդի խնդիր կա, իրանք ասում են, բարեժան, որ սենցա, ռուսներն են մեզ գենոցիդել եւ այլն, այդ ասողները ինչ որ ասում են, իրանք ձեռնտու ասում են, բարեժան։ Ասողը միայն իշխանությունը չի, հայկական ընդդիմության, ասի քարոզիչներն են։ Քարոզիչները, այդ ընդդիմության 99%-ը շատ լուրջ, խրոխտ եւ կարեւորը sense շատ սոլիդ տեսքով սրիկայություն են անում, ասում են։ Այդ միջնորդի մեկնաբանի խնդիրը կրոնը ունի միջնորդներ, տերը միջնորդ է, չէ, բարեշան։ Ինքը միջնորդ է Աստծո եւ կրոնավոր հավատացյալի միջև։ Այդ քարոզիչը միջնորդ մարդը Հայաստանում գոյություն չունի։ Մենք պատկերացում էլ չունենք, որ իրենք միջնորդներ են։ Իշխանությունը ինքն ասում է այտենց, լավ է անում, բայց մենք միջնորդ չունենք, որը կմեկնաբանի իշխանության ասածը ու որին մարդիկ կհավատան։ Ես հենց այդ մասին էի խոսում, որ մենք կարող ենք այդ շարքը սկսել հաղորդումների, որտեղ մենք միջնորդ կլինենք ոչ թե իշխանությունների ու ժողովրդի միջև, այլ ռեալ իրականության եւ այդ իրականություն չտեսնողների միջև։ Լավ են անում, ասում են։ Իրանց ձեռնտու է գրանտի վրա են նստած, շահ ունեն իշխանությունների, շահ ունեն ինչ-որ տեղից, այդպես են ասում, խեղաթյուրում են պատմությունը։ Կարողանում են անում են։ Խնդիրը թույլինն է։ Խնդիրը ոչ թե գենոցիդողինն է, այլ գենոցիդվողինն է, Բարիս ջան։ Պարտվողինն է, որովհետև մարդը որպես մարդ ծնվում է գենետիկորեն նույն, հայը, թուրքը, վրացին գենետիկորեն նույն մարդն են։ Հետո արդեն թուլությունները ձեռք են բերվում ընտանիքում, որը նրան չի հաղորդում մարդ։
Ներողություն եմ խնդրում, մի քան որ ասի գենոցիդողինը չի գենոցիդվողինն է, համաձայնելով ձեզ հետ ես միշտ մեր եզներին մի բան եմ ասում, որ անդադ երբ որ այսպես հրապարակային բղավում եք, որ մեզ 74 անգամ ցեղասպանության են ենթարկել, ասում գետին է մտնենք մենք բոլորով։ Եթե մի ազգի 74 անգամ ցեղասպանության են ենթարկել, այդ ազգը ուրեմն այնքան խորը խնդիրներ ունի, որ չի կարողանում իր հասկանա, որ 75-րդը չլինի, այսինքն չի կարող անվտանգության համակարգ ստեղծի, ինքն իր պաշտպանի։ Դրանից հետո էլ ինչ ես մեղադրում, որ քեզ 74 անգամ ցեղասպանության են ենթարկել։ Բաց տեղա պիտի անեն, այսինքն հո չեն գնա քրդերին ցեղասպանության ենթարկեն, փորձանքի մեջ չընկնեն 40 միլիոն ժողովուրդ են, կամ գնան Ինված զենքի մշակույթ ունեցող ժողովուրդ են։ Այո։ Բա Միքայել Սրբազանն էլ է դա ասում, չէ՞, պաստորեն ինքն ասում է, պատմությունը կեղծել եք, այս ժողովրդին խաբել եք, սարքել եք ոչխար, կներես արտադրություն։ Պատմաբանը երբ որ հիմա այս օրերին մեր աչքի առաջ սարսափելի կեղծիք է գնում։ Բարի ջան, Facebook-ում մարդիկ կան, որոնք մակաբուծում են հայ լինելու զգացմունքների վրա։ Բա գիտեք այս մարդն էլ է հայ։ Բա գիտեք բաղնիքի կռան սարքողը երկու կողմանի տակ ու ջուր բացողը հայ է։ Բա գիտեք ռենտգեն հնարողը հայ է։ Բա գիտեք այս ինչ օֆիցերը հայ է։ Հայրին sense 4 կողմից բռնաբարում են հրա։ Իմ հայ լինելն են բռնաբարում։ Լսեք, ես մարդ եմ։ Դուք ինձ նսեմ ասնում եք, մնացած ցանկացած մի ես ինչ իմանամ եղած չեղածի հանդեպ, դու ասում ես, արա դու էս չես։ Դու միայն ապրին նրանով, որ մի հատ ուրիշ մեկը հանճարեղ է եղել, հայ է եղել, ապե։ Իսկ դու էս չես։ Ես իմ ասած նորիշ է, Միքայելն էլ էր դա ասում։ Արա դու ես մարդը, ինքը չի, արա։ Նա պատմական դեմք է։ Այդ պատմական դեմքով դու հպարտանալու իրավունք ունես, երբ որ դու էլ կհաղթես։ Հաղթողը իրավունք ունի հպարտանալու, պարտվողը նախկին հաղթողով իրավունք չունի հպարտանալու։ Դե ես առաջարկում եմ այ դա, բարի ջան, եթե մենք կարողանանք դա անել, որ մարդկանց տարրականը սովորեցնենք, լսեք, վերանանք այս ներկայից։ Վերանանք այս Պարոն Արտուշյան, եկեք պայմանավորվենք, մենք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ կզրուցենք ձեր թույլտվությամբ եւ սկսենք այդ տարականից, ինչա պետությունը, ինչպես են հարաբերվում պետությունները, ներպետական, այսինքն քաղաքացիները միմյանց հետ ոնց պիտի հարաբերվեն, արդարություն։ Բոլոր հարցերը կան գրքում։ Հիմա մի ուրիշ բան էլ ասեմ։ Բարի ջան, գրքի լինքը ես քեզ կփոխանցեմ, խնդրում եմ դու դնես այս հաղորդման տակ։ Այո։ Միգուցե հեռախոսով շատ դժվար է, որովհետև ինքը երկու սյունյակ ունի, մեկ չի, ինքը երկու սյունյականոց գիրք է, տեսնում եք։ Գիրքը վաճառվում է, բարիսից էլ կարող են վերցնել, քեզնից էլ կարող են վերցնել։ Պետք է, ես որ ասեցի գնացել եմ այդ եկեղեցի, ես նաև, բարի ջան, գնացել եմ ուրեմն ուրիշ բաների եկեղեցականների հետ, եպիսկոպոլյանների հետ գնացել են բաների, բարի ջան։ Բարևարա, շատ լավն է։ Գնացել եմ ավետարանի ընթերցումների, Bible study կոչվում է, բարի ջան։ Այդ ավետարանական ընթերցումների ժամանակ նստում են, ավետարանը համարակալած է։ Ինչի համարակալած, բարի ջան, որ կետ առ կետ, այս ինչ համարը նստեն ժողովրդով ուսումնասիրեն։ Այսինքն մարդիկ կրոնն ուսումնասիրում են որպես ճշգրիտ գիտելիք համարակալած, քաղաքագիտությունը ոչ մի կերպ չի ուսումնասիրված հայերի մոտ։ Լավ, պարոն Արտուշյան, շարունակենք մենք այս շարքը, ես շեշտեմ զրուցում էի պարոն Արտուշյանի հետ, մեկնաբանություններում կդնեմ գրքի հղումը, որը պարոն Արտուշյանը ասեց, եւ նաեւ ամեն շաբաթ այս ֆորմատում կհանդիպենք, ցտեսություն։